Ողջույն սիրելի հերինակիցներ, հեռավար կապով այսօր ես հարցազրույցի եմ հրավիրել բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանին։ Ողջունում եմ ձեզ, պարոն Մարտիրոսյան, շնորհակալ եմ Բարև հարցազրույցի ես եմ շնորհակալ տեսակապի միջոցով։ Պարոն Մարտիրոսյան, հիմնականում մենք կզրուցենք Իրանի շուրջ տեղի ունեցողին եւ դրա ազդեցությանը տարածաշրջանում, մասնավորաբար Հայաստանի վրա, եւ առհասարակ թե ինչպես եք դուք այս պահին գնահատում, ինչպես եք վերլուծում Հայաստանի իշխանության քայլերը, պահվածքը, արձագանքը, բայց գանք նախ Իրանի դեմ իրականացված ռազմական գործողություններից փետրվարի 28-ի առավոտյան բոլորս տեղեկացանք, որ ԱՄՆ եւ Իսրայելը սկսել են իրենց ռազմական գործողությունները, հարվածներ հասցնելով Իրանի ուղղությամբ, անգամ նշվում էր կամիկաձե թռչող սարքեր են առաջին անգամ օգտագործել, բայց միաժամանակ տեսանք Իրանի պատասխանը հրթիռային հարվածներ Իսրայելի եւ տարածաշրջանային այն երկրների ուղղությամբ, որոնք համարվում են Միացյալ Նահանգների գործընկերները, ռազմական բազաներն են տեղադրված այդ երկրներում։ Ես այստեղ կուզեմ հետեւյալ հարցով, իդեպ նաև եւս մի շատ կարևոր լրացում իմ տված ինֆորմացիայից, որ ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով սպանվեց Իրանի հոգևոր առաջնորդը, որը հիշեցնեմ 1989 թվականից փաստորեն առաջնորդում է Իրանը։ Պատերազմ այս գործողությունը, այս կատարված ողբերգական դեպքը բնականաբար շատ ծանր է նստել Իրանի վրա եւ այս սուք է հայտարարված Իրանում։ Հիմա ես կխնդրեմ ձեր հետեւյալ դիտարկումը։ Տեսեք, պարոն Մարտիրոսյան, մինչ հարվածելը Իրանի կար հետեւյալ կարծիքը, որ ԱՄՆ եւ Իսրայելը ունեն շատ արագ գործողություններով 2-3 օրում հարվածել Իրանին, այնտեղ իշխանափոխություն իրականացնել, դնել իրենց դրածոներին եւ ավարտել Իրանի հետ բոլոր, այսպես ասած, հաշիվները։ Արդյոք այս պահի դրությամբ ըստ ձեր դիտարկմամբ նրանք իրենց սցենարը իրականացրած են համարում, թե այնուհանդերձ բոլորովին հաշվարկները խախտված են եւ այլ իրավիճակի առաջ կանգնեցին եւ Իսրայելը եւ Միացյալ Նահանգները, հաշվի եմ առնում այն հանգամանքը, որ Իրանը շարունակում է ակտիվ իր գործողությունները եւ բավական այսպես հստակ շարժվում է առաջ։ Ձեր վերլուծությունը, ձեր դիտարկումն եմ ուզում լսել, խնդրեմ, պարոն Մարտիրոսյան, լսում ենք ձեզ։ Այսպեսի պատերազմներ չեն լինում կարճատև, մի քանի օր, մի շաբաթ, բարձրավոր նույնիսկ երբ որ նախագահ Թրամփը ասում է, որ տևելու է մոտավորապես 4 շաբաթ մի ամիս, դա ուղղակի ենթադրություն է, իսկ ինչ տեղի կունենա, պարզ կլինի, ես մի քանի օրերից արդեն պարզ կլինի, ինչպիսի պատրաստականություն ունեն կողմերը շարունակել պատերազմը, հա, դա կախված կլինի զոհերից, դա կախված կլինի իրանց պաշարներից եւ շատ կարեւոր է նաեւ հոգեբանական այդ բանը։ Հիմա պատերազմը չսկսվեց փետրվարի 28-ին, նույնիսկ կարելի ասել, որ դա չսկսվեց անցած տարվա հունիսին, այսինքն այն որ Պարսկաստանի հետ փորձելու են ռազմական ձևով խնդիրները լուծել, դա պարզ էր ի սկզբանե, այսինքն երկրորդ արդեն նախագահական բանը, երբ որ սկսվեց Թրամփի մոտ, արդեն պարզ էր, որ թիրախ է, Իրանը լինելու է թիրախ, ինչու, որովհետև Իսրայելի համար դա շատ կարևոր խնդիր է, իրանք լուծում են ամբողջ միջին արևելքի ուրեմն կոնֆիգուրացիան, որտեղ չպետք է մնան թշնամական երկրներ Իսրայելի համար։ Եվ այդ ծրագիրը իրանք սկսեցին իրականացնել իհարկե ավելի շուտ, մենք տեսանք ամբողջ միջին արևելքը ինչպես ձևափոխվեց, սկսած Իրաքից շարունակելով Լիբիա, Սիրիա, բոլոր երկրները, որտեղ կար այդ վտանգը, իրանք մնացել էր փաստորեն միայն Իրանը։ Եվ հունիս ամսի 12 օրվա պատերազմից հետո, երբ որ Թրամփը հայտարարեց, որ արդեն վերջնական լուծում է տվել միջուկային ուրեմն զենքի արտադրությանը Իրանում, պարզ էր, որ դրանով չի ավարտվելու, նույնիսկ եթե մենք հավատայինք, որ դա այդպես է։ Դրա նորից հիմա նույն պատճառաբանումն է, չէ՞, ինչ եղավ, ասում է դեր շարունակում են միջուկային զենք, չնայած նրանք մերժում են եւ այլն բանակցություններ էր, բայց բանակցությունները գիտեք
կողմերին ժամանակ էր պետք, որպեսզի իրանք նորից ձևավորեին իրանց մոտեցումները։ Հունվար ամսին փորձեցին ներսից պայթացնել Իրանը, եւ դա էլ էր պարզ դեր հունիս ամսին, երբ որ ժամանակավոր իրանք հասան կրակի դադարի, պարզ էր, որ դրանով չի ավարտվելու։ Փորձելու են ներսից պայթացնել։ Ներսից պայթացնելը անգամ էլ հաջող չէր, չնայած Թրամփը ասում էր, որ մի քիչ էլ սպասեք, ես սա գալու եմ, ձեզ հասնելու եմ ձեր օգնությանը, պարզ էր, որ հիասթափեցրել էր բոլոր մարդկանց Իրանում, որոնք որ վրդովված դուրս են եկել ռեժիմի դեմ։ Հիմա փոփոխություն է, այսինքն հնարավոր է ռեժիմը փոխել, իմ կարծիքով այստեղ մի փոքր տարբերություն կա մոտեցումները, հա։ Տեսեք, այսօր Մարկո Ռուբիոն ասաց, որ իրանք նպատակ չէին դրել հեռացնել Խամենեին, բայց եթե չէին դրել, ով էր դրել, եւ ով հարվածեց, եւ ով ուրեմն գլխատեց փաստորեն իրանց պատկերացմամբ, որովհետև հենց դրանից հետո հենց Թրամփը ասում էր, որ ահա մենք հասանք մեր նպատակին, հիմա ժամանակն է, որ Իրանի ժողովուրդը ոտի կանգնի, ոչ միայն Թրամփն էր ասում, տեսանք մի շարք եվրոպական գործիչներ, հա, Կայա Կալլաս եւ այլն, որ հիմա պետքա իրանք ոտի կանգնեն եւ ուրեմն ժողովրդավարության պահ եկել է։ Մենք դա լսել ենք Սիրիայում, հիշում եք ինչի մասին էր խոսքը գնում, որ Ասադին պետքա հերացնեն, որ պետքա ժողովրդավարություն լինի։ Նույն Իրաքում պետքա ժողովրդավարություն լիներ, Լիբիայում պետքա ժողովրդավարություն լիներ։ Դրա համար երբ որ մեզ մոտ որոշ այսպես կոչված արևմտամետ, այսինքն նրանք, ովքեր որ սնվում են արևմտյան գրանտերով, խոսում են ժողովրդավարության մասին, նրանք կեղծում են, ոչ մի ժողովրդավարության մասին խոսքը չի գնում։ Այսինքն խոսքը գնում է նրա մասին, որ Իրանը պետքա համապատասխանի Իսրայելի պատկերացումների, ինչպեսի դերակատարում պետքա լինի, ինչ չափի, ինչ ուժի, ուրեմն պետքա լինի խաղացող, հա, տարածաշրջանում։ Սա հնարավոր է արդյոք հիմա ապստամբություն լինի եւ իհարկե դա երևի պատրաստված է, սցենարներից մեկը դա պետքա լինի, այսինքն հարվածներից հետո օդից պարզավոր դրանով դու չես փոխում ռեժիմը, դա ակնհայտ էր բոլոր մեկնաբանների համար, որոնք որ հետևում էին շուտվանից, պարզ էր նաեւ որ ռեժիմը Իրանում շատ մեծ, ես ռեժիմ բառը բացասական բանով չեմ օգտագործում ինձ այլոց, ռեժիմը ունի բավականին ռեսուրս, հա, եւ դա հասկանալու համար մի փոքր պատմություն է գոնե այս վերջի 30 տարվա պատմությունն է պետք իմանալ, այսինքն հիշենք, որ 9 տարվա պատերազմը Իրաքի հետ 1980-ից 88 թիվ, հա, զոհերը համարյա կես միլիոն, երկու կողմից տարբեր գնահատականներ կան, ոչ մի ձև չփոխվեց սահմանը, Իրաքը նույնիսկ քիմիական զենք կիրառեց պահեր կան, բայց պատերազմը տևեց, մինչև երկու կողմն էլ չեկան ինչ որ մի լուծմանը, որը որ քիչ թե շատ բավարարում էր ավելի երևի Իրանին, քան Իրաքին, որովհետև Իրաքը ուներ տարածքային ինչ որ բաներ, հա, Իրանից եւ դա չստացավ։ Այնպես որ այո, մենք ես չեմ տեսնում, որ սա արագ կարող է զարգանա, իսկ ապստամբության համար պետքա ոգեշնչող առաջնորդ, այդպիսի առաջնորդ ես չեմ տեսնում, չնայած Թրամփը առանց անուններ ասելու ասաց, որ ինքը երեք ինչ որ փայլուն տեխնացու ունի, հա, ժողովրդավարությունը տենց է որոշվում, այսինքն ինչ որ մի երկրում որոշում են ով պետքա լինի այդ երկրի առաջնորդությունը, բայց չասեց ովքեր են եւ ժամանակին ասել էր, որ Ռեզա Փեհլևին ուրեմն որպես առաջնորդ երևի չունի հեղինակությունը, որ կարողանա, այսինքն ոգեշնչող առաջնորդ է պետք, իսկ երկրորդը ամենակարևորը, պետքա կազմակերպչական ինչ-որ աշխատանք լինի, հա, այդ կազմակերպչական աշխատանքը հնարավորություն ունեն, թե չունեն, ինչպիսին են այդ հնարավորությունները, ես չեմ կարող գնահատել այս պահին, իմ կարծիքով ոչ մեկ չի կարող գնահատել, այսինքն ինչքան բջիջներ ունեն Իրանի ներսում, ինչքան մնացել են, ինչքան կարողացել են Իրանը չեզոքացնել հունիսից մինչև փետրվար, այդ ամենը մենք չգիտենք, բայց կան նաև տարածքային խնդիրներ Իրանում, որոնք նաև երևի փորձվելու են օգտագործել, մենք գիտենք, որ
այսպես կոչված հարավային Ադրբեջանը կա կամ Իրանում դա հյուսիսային դա Ադրբեջանը, այսինքն Ատրոպատեն հինուց նա այսօրվա մեր հարևան Ադրբեջանի հետ ընդհանրապես ոչ մի ընդհանուր բան չունի, բացի նրանից, որ նույն ցեղերը ինչ որ ժամանակ այդ տարածաշրջանում ուրեմն ապրել են, լեզուն նույնը, կրոնը դե շիա են եւ այլն։ Հիմա ես չեմ կարող ասել օգտագործելու է հենց այդ քարտը, օգտագործելու է քրդերի քարտը, թե Խուզիստանը, այսինքն ինչ որ արաբական մասը հա բանում, բայց այն որ փորձեր լինելու է դա միանշանակ։ Այստեղ ամեն ինչ կախված կլինի նրանից, ինչպես է Իրանը դիմադրելու, ինչ պաշարներ ունի դիմադրելու համար, դա էլ դժվար է այս պահին շատ գնահատել, որովհետև ասում են, որ 2500 միայն բալիստիկ հրթիռները, հա, քանակը մինչև 5000 են, կան գնահատականներ մինչև 5000 ունեն։ Այսինքն դա պարզավոր սկզբից առաջի օրվանից իրանք դժվար թե օգտագործեն ամբողջը, դեռ պետքա հոպը թուլացնեն, հարվածեն, դե պարզ է ինչպես կարող է այդ պատերազմը շարունակվի եւ վերջո հարցը ծագում, լավ, ասենք թե շատ հզոր հարվածներ են հասցնում ինֆրաստրուկտուրան, նույնիսկ ռազմական կարողություններ են, նույնիսկ իրանց այսինքն այդ հեղափոխական գվարդիայի կարողություններն են թուլացնում եւ այլն, բայց երբ որ գալու է ապստամբության պահ արդյոք Միացյալ Նահանգները կամ Իսրայելը պատրաստ կլինեն ուղարկել հատուկ պատրաստված ջոկատներ, որոնք պետք է եթե պետք եղավ ռազմական աջակցություն, հա, ցուցաբերեն։ Սա է խնդիրը, սցենարը դեռ շատ իմ կարծիքով դժվար է հաշվարկել անել հավանականությունը, հա, այդ սցենարի։ Բայց որ այդպիսի սցենար հնարավոր է, դա միանշանակ։ Այսինքն, պարոն Մարտիրոսյան, այն նպատակը, որ ի սկզբանե Միացյալ Նահանգները եւ Իսրայելը ունեին, որ արագ հարվածում են, կաթված հարեն Իրանին, իրենց հարվածներով ռազմական, հետո անցնում են ներքին ապստամբության, այս պահը իրենց հաշվարկները նախնական, որ շատ արագ դա պիտի լինի, չի լինում։ Իդեպ ասեմ, որ երեք հենց Բենյամին Նեթանյահուն, Իսրայելի վարչապետը, տեսեք ինչ ասեց, մենք հարվածել ենք Թեհրանի սրտին եւ ոգևորված Նեթանյահուն ինչ էր ասում, ասում է Միացյալ Նահանգների հետ համատեղ ջանքերով ի վերջո մենք հնարավորություն ունենք իրականացնելու այն, ինչ ձգտել ենք 40 տարի եւ հիմա այդ վճռական հարվածն ենք հասցրել ահաբեկչական այդ ռեժիմին եւ մենք լսեցինք դրանից հետո Իրանի նախագահի Պեզեշքիանի հայտարարությունը, որտեղ նա ասում է, որ մեր ուժերը հզոր են, գործում ենք, պիտի ոչնչացնենք բազաները ամբողջությամբ թշնամու եւ թշնամուն մենք հիասթափեցնում ենք, նրանք չեն հասնելու իրենց նպատակին։ Միաժամանակ շատ կարևոր մի շեշտադրում արեց Պեզեշքյանը, որ Խոմեյնին նահատակվեց չարամիտ ամերիկասիոնիստական դաշինքի կողմից, բայց մենք շարունակում ենք նրա ուղին։ Սա շատ լուրջ բան է, սա նշանակում է ներքին, այսինքն իրենց ամերիկյան եւ իսրայելական ուժերին չի հաջողվի այդպես հեշտությամբ երկրի ներսում այդ ապստամբություն անել, քանի որ ուժեր կան, որոնք ասում են մենք շարունակում ենք Խոմեյնիի քաղաքականությունը, այդպես հեշտ չէ միանգամից խփել ու ոչնչացնել։ Խնդրեմ։ Դե ես չգիտեմ ով էր հաշվարկել, որ դա մի քանի օրում հնարավոր է լինելու, պարզ էր, որ եթե երկրորդ ավիակիրը պետքա գարհասներ ուրեմն Պարսից ծոց, ուրեմն ռազմական հաշվարկները հետեւյալն են, որ դա առնվազն մի 2 շաբաթ պետքա տևի, որ դու կարողանաս անընդմիջ հարվածներ հասցնես, հա։ Իսկ ինչ վերաբերվում է Խամենեին, դա էլ է շատ հետաքրքիր բան, որովհետև ինքը կարող էր երևի թաքնվել բունկերում, բայց մի փոքր իմանալով շիա մոմեդական կրոնը, ես Իրանի մասնագետ չեմ, բայց Իրաքում երկար տարիներ աշխատել եմ, մի փոքր ծանոթ եմ, հա, այդ նահատակությունը շատ կարևոր բան է, որովհետև ինքը որպես առաջնորդ չէր կարող թաքնվել բունկերում, երբ որ իր ժողովուրդը հարվածի տակ է, դու անմիջապես կորցնում ես քո հեղինակությունը, առաջնորդությունը։ Ոչ էլ ինչ որ մեկին խնդրել էր Զելենսկիու նման, որ
ոնց որ Նավտալի Բենետը խնդրել էր Պուտինին, որ չարվածել, հա, բանին, ուրեմն Զելենսկուն։ Այստեղ ուղղակի պատրաստ էր ինքը 86 տարեկան, հա, պատրաստ է մահ ընդունել, որովհետև ինքը գիտի, որ դե իրանց պատկերացմամբ այստեղ ֆատալիզմի ինչ որ պահ կա նույնիսկ, որ ամեն ինչ աստծո ձեռն է, ես պատրաստ եմ նահատակվել, բայց երկու բան է այստեղ կարևոր, որ Իրանի ժողովրդի համար կամ նրանց ովքեր որ դեր հետևում են, հա, բանին, կրոնական բանով ապրում են, ոչ նրանք ովքեր որ բողոքի ցույցերի էին դուրս եկել եւ Խոմեյնիին սատանային անվանում, բայց մեծամասնությունը իրանց համար դա շատ կարևոր է, որ ինքը նահատակվեց, ինչպես իրենց ալին ժամանակին նահատակվեց եւ այստեղ իհարկե ներսի այդ համախմբան համար այդ հոգեբանական բանի բարոյական որ մենք ճիշտ եւ արդար պատերազմ ենք ուրեմն վարում դա շատ կարևոր է եւ կարևոր է նաեւ դրսի համար ինքը ինչ ուղերձ է հա այդ շարունակությունը པարզ է ես այդպես էլ պատկերացնում եի որ պետք է մյուս հայտարարությունը մյուս առաջնորդը գասի որ իրանք չեն շեղվելու շարունակելու են նույն քաղաքականությունը ինչ կամով դա նույնն է լինելու դժվար է ասել որովհետեւ մենք վերջնական դեր այսինքն ժամանակավորը կա մենք տեսնում ենք ովքեր են բայց վերջնական դեր շուտ է ասել Բայց ես համարյա թե բացառում եմ, որ ընտրվի ինչ-որ մի առաջնորդ, որը որ կարողանա հիմա արդեն ասել, որ սխալ էր մեր Խոմեյնիի առաջնորդը, մենք պետք է շուտ պայմանավորվենք Թրամփի պահանջների հետ, համաձայնվենք եւ այլն։ Դա համարյա թե անհնար է պատկերացնել այս բանին։ Բայց ինչից կախված կլինի Ուրեմն այս պատերազմը ես ել եմ ասում շատ կարևոր է հետևել ինչա տեղի ունենում ինչպիսին է արձագանքը նաև զոհերի վերաբերյալ Միացյալ Նահանգներում այն որ դպրոցին հարվածեցին եւ երեխաները զոհվեցին դա նույնիսկ Միացյալ Նահանգների մամուլը արձագանքեցին գրեցին դրա մասին բայց առանց որևէ գնահատականների, հա, որը որ ավելի ոսկյունակ ուրիշ դեպքերում իրանք արագ ինչ որ գնահատականներ են տալիս այդպիսի բանի հարվածներին։ Բայց այստեղ կարևոր է նաև Միացյալ Նահանգների զոհերը։ Գիտեք, ամերիկյան պատմությունից Վիետնամի պատերազմի ժամանակ ամեն օր թերթերում գրում էին զոհերի անունները, իրանց կենսագրությունը, հա, ով է զոհվել, քանյոք է զոհվել եւ այլն։ Ստեղ հետարքիր է, որ զոհվել է դեր 4 ամերիկացի, հա, 4 քաղաքացի զոհվել է եւ Թրամփը ինչպես մեկնաբանեց, ասաց, որ լինելու են նոր զոհեր։ Հիմա 4-ը թե արդեն ինքը պատկերացնում է, որ զոհերը ավելի շատ են լինելու եւ փորձում է պատրաստել հանրությունը դրան, դա իհարկե շատ դարքիր է, որ անուններն էլ չի գրվում, չի ասվում, թե ովքեր են, ասում են, որ Քուվեյթում ա եղել, բայց մենք չգիտենք ովքեր են, միգուցե ինչ որ ժամանակ անց կասեն, բայց հիմա արդեն դասերը, հա, Վիետնամի դասերը, որ պետք չի բոլորի անունները դարձնել դա ինչ որ թեմա, հա, բնակչությունը գրգռացնել դրանով։ Իսկ երկրորդ կարևոր պահը իհարկե դա կախված է նավթի գներից եւ ինֆլյացիայից Միացյալ Նահանգներում, որոնք դե չգիտեմ ինչ կամա տևելու, ոնց է տևելու, բայց այն որ նավթի գները սկսել են աճել դա միանշանակ, ինչ կամ են աճելու եւ ոնց է դա անդրադառնալու Միացյալ Նահանգներում տնտեսության վրա եւ ամենակարևորը ընտրողի գրպանի վրա, հա, դա էլ է շատ կարևոր բաղադրիչ Դրանից շատ բան կախված կլինի, որովհետև Թրամփը իմ կարծիքով այսօրև այդ պատրաստ է, ասի, որ ինքը արդեն հասել է իր նպատակին։ Այսինքն ինչ, ես խոստացա, որ այդ ռեժիմի ուրեմն աբեկչական ղեկավարությանը ես կհեռացնեմ, ես հեռացրեցի։ Հիմա արդեն դուք ժողովուրդ դուք ինքներդ որոշեք, Իրանի ժողովուրդ դուք ինքներդ որոշեք։ Բայց ինքը չի կարող հիմա հենց գնա այդպիսի քայլի, որովհետև գիտեք հայտնի անգլերեն ասացված կա tail wags the dog, այսինքն պոչը շանն է կառավարում, հա։ Բայց այստեղ ոչ այնքան պոչն է արդեն, ինչքան արդեն կարելի ասել ողնաշարն է։
Արդեն պարզավոր Միացյալ Նահանգների համար այո կան կարևոր շահեր երևի Միջին Արևելքում, բայց այնպիսի կարևոր չեն, որ դու սկսես այսպիսի պատերազմ։ Առաջին հերթին Իսրայելի շահերից է սա։ Կամ ասենք ավելի ճիշտ, ինչպես են պատկերացնում այդ շահերը Աջակողմանի իսրայելցիք, հա, ոնց պետք է լուծվի այդ անվտանգության խնդիրը Իսրայելի համար։ Եվ եթե դու գնում ես այդ քայլերին, պարզավոր ուշ թե շուտ դու պետք է ունենաս այն ինչ որ կոչվում է exit strategy, իսկ քանի որ PR-ը կամ կարևոր է բանին Թրամփի համար, հա, որ ինքը խաղաղության ի վերջո խորհրդի նախագահն է եւ այլն, հա, ինքը պետքա գտնի ինչ որ դուրս գալու ռազմավարություն, հա, եւ երեսը փրկելու ինչ որ պայեր է իրան պետք լինելու, այստեղ կա շատ վտանգավոր է Միացյալ Նահանգների համար, որովհետեւ մենք չգիտենք ինչ հնարավորություններ ունի, ինչ զենքեր է ստացել Չինաստանից, որովհետեւ Չինաստանի համար շատ կարևոր ուրեմն իրանց շահերի համար խնդիրներ է այստեղ լուծվում Ռուսաստանի համար էլ, բայց ամենակարևորը Չինաստանի համար։ Այ հունիսից մինչև այսօր ինչ զենքեր են ստացել եւ ինչ հարվածներ կարող են հասցնել իրանք Միացյալ Նահանգների նավատորմի համար, հա, Պարսից ծոցում։ Ուրեմն զոհերի թիվը նավթի գները եւ ինֆլյացիան այդ երկուսը սկսելու են ճնշել Թրամփին, որ ինքը փորձի դուրս գա խաղից։ Բայց եթե ինքը դուրս եկավ խաղից, արդյոք Իսրայելը մենակով կարողանալու է շարունակել հասնել այն նպատակներին, որը իր առջև դրել է։ Ոչ, իրանց նպատակներին իրանք կարող են հասնել, եթե միայն կարողանան այդ դիմադրությունը եւ եթե մենք ասենք ենթադրություններ ենք չանում պաշարների մասին, մենք չգիտենք ինչ կամով իրանք կարող են այդ հարվածները հասցնեն, հա, պատերազմի ժամանակ երկու կողմեր խոսում են ոնց որ պրոֆեսիոնալ բոքսի միջև սկիզբը երկու կողմեր սկսում են ասել մենք այսպիսի քայլեր ենք անելու, այսպիսի քայլեր ենք անելու, դեր Խամենեին կար, նա ասում էր անպայման խորտակելու ենք ձեր ավիակիրը եւ այլն եւ այլն, բայց իրականությունը միշտ մի քիչ այլ է լինում, երբ որ պատերազմն է սկսվում։ Դրա համար գուշակել ասել ոնց է լինելու, առանց տեսնելու մոտավորապես առաջի շաբաթը ինչպես է ընթանալու, այս բան շատ դժվար է, համարյա թե անհնար է։ Պարոն Մարտիրոսյան, իմ ձեռքի տակ այս պահին ինֆորմացիա է, որ Իրանը հարվածել է նավթային տանկերի Օմանի ափերի մոտ, եւ ես ձեզ ասեմ, որ նաև ամերիկյան մամուլը, միջազգային մամուլը, մասնավորապես հենց ամերիկյան մամուլը հստակ գրում է, որ քննադատում է Միացյալ Նահանգների Թրամփի գործողությունները եւ ժողովրդավարական թեվը, այո։ Այո, ասում են, որ Թրամփը գործում է առանց միջազգային իրավունքի եւ համաշխարհային նորմերի հետ հաշվի նստելու, այսինքն մենք նկատում ենք հստակ բողոք կա, իդեպ ասեմ, որ մինչ ռազմական այս գործողությունները, երբ ես խոսում եմ իրանցի, հենց ազգությամբ իրանցի փորձագետներից մեկի հետ, ինքը այսպիսի մի նկատառում ասաց, եթե հանկարծ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը հարձակվեն Իրանի ուղղությամբ, այս անգամ Իրանը ոչինչի առաջ չի կանգնելու, մինչև վերջ գնալու է եւ խփելու է ոչ միայն ռազմաբազաներին ամերիկյան տարածաշրջանում տեղակայված, այլ նաեւ մարդկային զոհերի առումով կանգ չի առնելու։ Ասում եք նրա թիրախավորել է նաեւ ամերիկյան զինվորներին եւ գիտեք հետեւյալ դիտարկումն էր անում, որ միշտ Իրանը ձեռնպահ է մնացել, որ խփել է, ասենք, ռազմաբազաներին, բայց չի փորձել, հա, որպեսզի մարդկային զոհեր չլինեն, բայց այս անգամ իրենք նաև նպատակ են դրել, որ եթե Միացյալ Նահանգները այդպես է վարվում, ուրեմն իրենք էլ մեծ զոհեր կտան եւ կստիպեն դրանով, որ Ամերիկայի ժողովուրդը ի վերջո արթնանա եւ իր խոսքն ասի։ Այդ զոհերի տեսանկյունից սա շատ կարևոր հանգամանք է եւ խնդրեմ, այո։ Դժվար է ասել, հասկանում եք ասել, որ անելու են, պարզ է, որ անելու են, որովհետև երբ որ իրանք նույնիսկ հյուրանոցներն են հարվածում, դժվար չի ենթադրել, որ ունեն ինչ-որ հետախուզական տվյալներ, որ բազաներից դուրս են բերել իրանց անձնակազմը, տեղադրել են հյուրանոցներում եւ հարվածում են հյուրանոցները։ Հիմա շատ դժվար է ասել, ես էլ եմ ասում, այդ ոնց է զարգանալու եւ քանի հոգի պետքա զոհվի Միացյալ Նահանգներում, որ ինչ որ իմ գոլեգան Ստիվեն Վոլթը կոչում է
գիշատիչ հեգեմոն, հա, Միացյալ Նահանգները ինքը այդպես է նյութագրում Թրամփի բանը։ Այո։ Ուրեմն գիշատիչ հեգեմոնը ասի, որ սա գիծ է, չեն կարող խաթել, որովհետև մենք բոլորս հիշում ենք նաև ինչ տեղի ունեցավ Լեբանանում, հա, Ռեյգանի օրոք, երբ որ 200-ից ավել ուրեմն Միացյալ Նահանգների զինվորներ ժողովեցին, ինչքան արագ նա դուրս բերեց, հա, բանը ավարտեց։ Այստեղ դժվարանում եմ ասել, դա թիվը քանիսին պետք է հասնի, որ Թրամփը զգա, որ դա կարող է շատ ու շատ վատ անդրադառնա հանրապետականների հնարավորությունին ընտրվել աշնանը, հա, որովհետև եթե պատերազմը երկար սկսվի տևել, որ նպատակներին չեն հասնում, ել եմ ասում, իրան պետք է լինի դուրս գալ, բայց որ կետից է ինքը դուրս գալու։ Մենք հիշում ենք նաև ինչպես Ռեյգանը 80-ական թվականներին էլի Բեյրութից աբեկչական գործունեության պատճառով, երբ որ զոհվեցին ամերիկացի զինվորները, թվով 200-ից ավել, նա ամիջապես դուրս բերեց։ Ստեղ դժվար է ասել որտեղ է լինելու, հա, այդ գիծը, որից հետո Թրամփը ասելու է, որ բավա մենք ավարտում ենք, դուրս են գալիս, եւ դուրս ես գալիս, ինքը պետք է անպայման դուրս գա հաղթանակ, հա, պետք է հաղթանակով դուրս գա, որովհետեւ ինքը ասում էր, ես վերջի ելույթը իր կոնգրեսի առջև, հա, ուրեմն ասում էր, անգամ հաղթանակներ են բերում, որ մարդիկ արդեն ասում են հերիքա, հատկամ հաղթանակների մենք սովոր չենք։ Ես ինչ ես անում։ Հա, հիմա պարզաբար դա շատ կարևոր է լինելու եւ ինչպես է նաեւ Միացյալ Նահանգները այնպես չի որ բոլորը պատերազմի կողմ են, հա, վերջի հարցումներով ինչ որ ես եմ տեսել մոտարապես փոքրամասնությունն է, որ ասում է պատերազմը ճիշտ է եւ լավ է, իսկ մոտավորապես 45%-ը դեմ է պատերազմին, մնացածը չեն կողմնորոշվել։ Ինչպես են կողմնորոշվելու, ես էլ եմ ասում, կողմնորոշվելու են զոհերի թիվը, երկարությունը պատերազմի եւ տնտեսության վրա ինչպես է սա անդրադառնալու։ Պարոն Մարտիրոսյան, մեծ մտավախություն կա, որ պատերազմը ընդգրկի նաև տարածաշրջանային բնույթ ունենա։ Իսրայելը փորձում է ներքաշել օրինակ Պարսից ծոցի երկրներին, Իրանը նաև հարվածներ է ուղղում հարևան երկրների ուղղությամբ եւ մենք հիշենք, որ արտգործնախարարը հետեւյալ միտքը երեք ասեց, Իրանը ձեռքերը ծալած չի նստի, ԱՄՆ հարձակվում է ժողովրդի վրա, մեր ցավում ենք, որ թիրախները գտնվում են բարեկամ պետություններում, այսինքն այստեղ էլ Իրանը չի հետ ընկրկելու, ինքն էլ իր հերթին է իր գործողություններն անում եւ դա մենք տեսնում ենք։ Հիմա ես ուզում եմ գանք մի փոքր դեպի մեր կողմ, դեպի Հայաստան, մտավախություններս Թուրքիա-Ադրբեջան հատվածից, նախ Թուրքիայի նախագահ այսպեսի մի միտք ասեց, թե 30 կիլոմետր անվտանգային այսպես ինչ որ հա հատված պիտի խորանանք այդպես որպես անվտանգային զոնա Իրանի տարածք, սա արդեն ինչ որ հստակ նպատակներ է ինքն իր հերթին փորձում այս պահին Դե օգտվել։ պարզ է, դա ես երբ որ ասի գիշատիչ հեգեմոն, այլ գիշատիչներ էլ կան, հա, այսինքն եթե տեսնում ես, որ անգամ թուլացած կամ պատերազմով անգամ զբաղված եւ հնարավորություն ունես ինչ որ մի տարածք փոկես, ինչու՞ չէ, տարածք օգտվել պետքա։ Թուրքիան դա արել է արդեն Սիրիայում, այնտեղ էլ էր խոսում անվտանգության գոտու մասին, ինչով ավարտվեց մենք շատ լավ գիտենք, այնպես որ սա պետքա սթափեցնի որոշ հայկական վերլուծաբանների, այսպես կոչված, որոնք որ ասում են, ոչ Թուրքիան, այլևս լրիվ ուրիշ է։ Իսկ ես ասում եմ, Թուրքիան եղել է եւ մնում է երկիր, որը որ այդպիսի հնարավորություններ չի բաց թողնում։ Եվ մեր պարագայում էլ այդպիսի հնարավորություններ չի բաց թողնի։ Եթե լինի պատուհան, եթե լինի հնարավորություն վերցնել ավելի շատ տարածք նույնիսկ զենքի ուժով, չհայտել իրանց պետք չի արդեն, իրանք ամեն ինչ հույս ունեն, որ ստանալու են Հայաստանի իշխանություններից, հա, բայց իրանք չեն հրաժարվելու իրանց ծրագրերից, իրանց էքսպանսիոնիստ ուրեմն պատկերացումից ռեգիոնում, նեոսմանյան էս իրանց ուրեմն պատկերացումից։ Այնպես որ այո, ես չեմ բացառում, որ կարող են փորձել օգտվել պահից։ Եվ նաև Ես չգիտեմ, որ Ադրբեջանը։ սցենարով է զարգանալու վիճակը, հա, սա դժվար է, այլ եմ ասում,
ասել, որ սցենարի հավանականությունն է հիմա մեծ, կլինի ապստամբություն, չի լինի ապստամբություն, կփոխվի ռեժիմը, չի փոխվի ռեժիմը, Միացյալ Նահանգները ստիպված կլինեն դուրս գալ բանից, հա, իսկ Թրամփի համար ամենավատը կլինի, եթե ինքը Բայդենի նման, ոնց որ Բայդենը Աֆղանիստանի, դա իր համար ոնց որ ամենատահաճ պատկերն է, հա, Միացյալ Նահանգների պատմության մեջ, երբ որ Միացյալ Նահանգները Աֆղանիստանը լքեցին եւ ինչպես լքեցին։ Հիմա այստեղ ինքը պետքա գտնի ինչ որ երեսի փրկում, հա, եթե դա եղավ։ Բայց ո՞րն է լինելու, ես չեմ դժվարանում եմ ասել։ Ես մի բան կարամ ասեմ, որ ո՞րն է լինի, համարյա թե անհնար է պատկերացնել, որ ուրեմն փախստականների հոսք չի լինելու Իրանից դուրս։ Այո։ Իսկ այդ փախստականները որ ուղղությամբ են գնալու են դեպի Ադրբեջան եւ իրանց որտեղ են իրանք տեղադրելու, հա, այսինքն այդ մեկ գալու են Հայաստանի ուղղությամբ, մենք էլ համայնք ունենք Պարսկաստանում, այնպես որ այդ հարցերը պարզավոր չէ, ավելի խորը վերլուծություն են պահանջում եւ պատրաստականություն այդպիսի սցենարները պետքա լուրջ համ քննարկվեն եւ ոչ միայն հատուկ ծառայությունների կողմից կամ արտաքին քաղաքականություն իրականացնող ուրեմն նախարարությունից կամ ոչ, դա պետք է հանրության շահերից է, դա պետք է հանրայնացվի այդ քննարկումները, հա, ինչա տեղ ունենալու, ինչին մենք պետք է պատրաստ լինենք։ Ալմազյան, Այո, ներեք նաև այստեղ Թուրքիայի հետ միաժամանակ կա լրջագույն վտանգ, դե թուրք-ադրբեջանական տանդեմի մասին պիտի ընդհանուր խոսենք, որ Ադրբեջանն էլ կարող է պահից օգտվել եւ իր վաղեմի երազանքը Սյունիքի հետ կապված իրականացնել։ Դուք տեսնում եք սա, հնարավոր է, որ այդ պահին իրենք էքսպանսիա իրականացնեն։ Հնարավոր է նման զարգացում։ ոչ մի բան Հաթարել պետք չեմ չի կարող։ բացառել, բայց այս պահին դա իրանց պետք չի, որովհետև իրանք արդեն ստացել են այն ինչ որ իրանք ուզում էին Համաձայնությունը ստանալ։ ստացել են Նիկոլ Փաշինյանի։ Դե պարզայի կրկնումա չի ասեց Ալիևը, էլ ոնց ասի։ Հա, Խաչմերուկ եք ուզում, գնացեք Բայդենին բերեք, նա կբերի ձեզ խաչմերուկ։ Մենք ունենք թրիփ։ Իսկ թրիփը ինքը անվանում է Զանգեզուրի միջանցք։ Հիմա հայկական կողմը իհարկե կարա ամեն ինչ ասի, որ սա լրիվ ուրիշ բան է, որ Թրամփը խաղաղություն է բերել այստեղ եւ այլն եւ այլն։ Բայց մենք հասկանում ենք, որ միջազգային հարաբերություններում չի կարելի հիմնել ինչ որ մոտեցում միայն ինչ որ մի անձի վրա, նույնիսկ եթե այդ անձի անունը Դոնալդ Թրամփը։ Պարոն Մարտիրոսյան, այո, այսօր հարցը իդեպ ասեմ, որ մինչ մեր հարցազրույցը կսկսենք, ավարտվեց Հայաստանում Իրանի դեսպանի ասուլիսը, որքան ես հասցրեցի արագ տեղեկանալ, դեսպանը անդրադարձավ հարցերից մեկին Զանգեզուրի միջանցք կոչվածի հետ կապված, թե հնարավոր է, որ այս իրավիճակները ինչ-որ փոփոխություն մտցնեն Իրանի դիրքորոշման մեջ, նա հստակ ասաց, որ ոչ, որ Իրանը միշտ եղել է այն համոզման, որ այնինչ տեղի ունենում, դա ոչ թե միջանցք է եւ մերժում է Զանգեզուրի միջանցք կոչված ձևակերպումը եւ շարունակելու է մնալ այդ դիրքորոշման մեջ, քանի որ միջանցքը դա ինքնիշխանության վերացումն է Հայաստանի եւ Իրանի շահերից չի բխում։ Մենք կանք եւ մնում ենք ճանապարհի կողմնակից։ Սա մեկ Լավ, ես հասկանում եմ տրամադրությունը, ցանկությունները, այդ ամենակարևորը, բայց միջազգային հարաբերություններում ամենակարևոր հարցը դա կարողություններն է։ Այսինքն, եթե Իրանը անգամ թուլացած լինի այս պատերազմի ընթացքում, որ չկարողանա, ինչպես է կանխելու, ասենք թե եթե դուք դեմ եք, դուք ինչպես եք կանխելու։ Դուք ունեք ռազմական հնարավորություն կանխելու։ Եթե չունեք ինչպես, միայն քննադատելով, հա, այն է բան, ՅՈՒՆԵՍԿՕ-ն էլ քննադատեց դպրոցի զոհերին կամ որոշ բաներ քննադատում են։ Գիտեք, դժբախտաբար մենք հիմա գտնվում ենք մի դարաշրջանում, որտեղ նախկին ուրեմն համակարգը միջազգային ամբողջությամբ համարյա փլվել է, ամբողջությամբ, հա, ՄԱԿ-ը կարող է այնտեղ քննարկումներ անցկացնի, դրանք ոչ մի ազդեցություն չունեն իրականության վրա։ Նորը ձևավորվում է, մենք դեռ չգիտենք ինչ տեսք է ստանալու եւ դա մի օրում չի լինի։ Իսկ ինչպես է ձևավորվում։ Խոսքի օրինակ Թրամփը հայտարարեց, չէ, ասաց, որ իրանք ուրեմն արևմտյան կիսագունդն է իրանց հետ արկրում, այստեղ չպետք է լինեն որևէ մի այլ ուժի ուրեմն ռազմական ներկայություն, նաև տնտեսականը, միայն Միացյալ Նահանգներն են։
Բայց դա չի նշանակում, որ ինքը այլ տեղերում չի փորձելու տեսնի ինքը իր ազդեցությունը կարա տարածի այդ ուղղությամբ, թե չէ։ Իսկ երբ է ինքը հասկանալու, որ չի կարա տարածի, որտեղ ավելի թանկ է լինելու, որտեղ հնարավոր չի, նույնիսկ ռազմական բանը չի աշխատում։ Այսինքն բերում է կորուստների։ Այդտեղ գիծ է քաշվում եւ ստեղծվում են ազդեցության գոտիներ աշխարհը դժբախտաբար գնում է դեպի ազդեցության գոտիներ, չի գնում դեպի նոր ինչ որ ձևափոխված վերանորոգված մակի, հա, կամ ինչ որ այդպիսի մի կառույցի, այն ինչ որ կոչվում է multilateralism-ը։ Գնում է դեպի ազդեցության գոտիների։ Իսկ այդ գոտիները այդպես են ձևավորվում։ Հիմա այդ գոտիներում ո՞նց է ձևավորվելու, ինչ ազդեցություն է ունենալու Իրանը կարողանալու է ազդել Թուրքիայի Ադրբեջանի վրա։ Եթե Թուրքիայի եւ Ադրբեջանի միացել է նաեւ Իսրայելը, Արևմուտքը, այսինքն Արևմուտք ասելով Եվրոպան եւ Միացյալ Նահանգները։ Ես այդ հարցին չեմ կարող այս բանին պատասխանեմ։ Հա, Բայց մենք պետք է հասկանանք, որ դա ժամանակ է պահանջելու եւ այդ գծերը հիմա ձևավորվում են Իրանում ձևավորվում է ուրեմն ռուս-ուկրաինական պատերազմում ձևավորվում է Չինաստանի եւ Թայվանի հարաբերությունում, այսինքն ինչ տեսք կստանա աշխարհը եւ Տարածաշրջանը, այո։ համակարգը մենք կտեսնենք երբ որ դա կլինի, բայց միանշանակ կարելի ասել, որ այն մոտեցումները, այն պատկերացումները, հա, այն իդեալիզմը, որ տեղի էր ունենում սառը պատերազմի ավարտից հետո, որ մենք բոլորս գնում ենք նույն ուղղությամբ, չէ՞։ Մենք պետք է ունենանք շուկայական հարաբերությունների վրա հիմնված լիբերալ ժողովրդավարություն, դա առասպել էր եւ Այո, դա պետք է մենք բոլորս այո։ գիտակցենք։ Պարոն Մարտիրոսյան, մեկ երկու դիտարկում եւ ավարտենք Իրանի հետ կապված դուք փաստորեն հետեւյալն է ձեր խոսքում շեշտադրումը, որ եթե թուլանա այս պատերազմում Իրանը, հնարավոր է ոչ նաեւ իր կամքով, բայց զիջի որոշակի դիրքորոշումներ, այդ թվում նաեւ Հայաստանի հետ կապված այդ Զանգեզուրի միջանց կոչված լիովին հասկանալի է։ Խոսքը կարող է գնա հենց Այո, իրանական տարածքների մասին, ես այո, այլ հայկական տարածքը էլ ինչ շոշափություն, այլևս չէ՞։ անզոր կլինի նաև պաշտպանելու հայկական կողմի դիրքորոշումը, թեպետ այստեղ իշխանությունները բոլորովին այդ դիրքորոշման կարողը չէին։ Մենք գիտենք, որ Խամենեին ինչքան անընդհատ խոսում էր, անընդհատ քննադատում էր Զանգեզուրի միջանցք կոչվածը, շատ կոշտ դիրքերից էր այս առումով նա հանդես գալիս եւ հիմա նա այլևս չկա։ Մենք դեռ չգիտենք, թե ինչ փոփոխություններ կլինեն Իրանում եւ Այո, բոլորը այո հարցականի տակ է, բայց մյուս կողմից էլ կա հետեւյալ կարծիքը, որ եթե Աստված տա ուժեղ դուրս գա Իրանը այս ամենից, նա շատ ավելի հստակ է դնելու Հայաստանի առաջ այդ ձերբազատվելու ամերիկյան ծրագրից։ Օրինակ, ասվում է հետևյալը, որ կարող է խիստ վտանգ, լուրջ վտանգ տեսնել Հայաստան, Միացյալ Նահանգներ այս շատ մերձ համագործակցությունից եւ դա բավական լուրջ իրավիճակ կարող է ստեղծել։ Սա էլ կարող է լինել։ Կախված է նորից դա զարգացումներից։ ոչ մի բան ես չեմ բացառում, Բացառել էլ եմ հնարավոր ասում, չէ։ երբ որ կտեսնենք ոնց են ձևավորում ազդեցության գոտիները, ինչ դերակատարում է ունենալու Իրանը այս պատերազմից հետո, Ռուսաստանը Ուկրաինայի պատերազմից հետո, Միացյալ Նահանգները այս ամենից հետո, Եվրոպան նաև, Այո, հա, այնպես չի, որ իրանք արդեն հավերժ շարունակվել են, նույնիսկ հիմա ՆԱՏՕ-ի ինչ որ կոչվում է raison d'être, ինչի համար է գոյություն ունենալու այսպիսի ՆԱՏՕ-ն, այդպիսի հարցեր կա նույնիսկ, որոնք նույնիսկ մի քանի տարի առաջ դժվար էր պատկերացնել, որ այդպիսի հարց կարող է նույնիսկ առաջանա։ Իսկ այո, հիմա առաջացել է, որովհետև ամբողջ, ել եմ ասում, համակարգը երբ որ փլվում է, նոր համակարգը ժամանակատևում, իսկ ձևավորվում է, երբ որ իրանք հեգեմոնը կամ ռեգիոնալ ուժերը, խաղացողները տեսնում են, որտեղ է գիծը անցնում։ Հա հիմա այդ Թուրքիայի Էրդողանի ես չեմ տեսել այդ հայտարարությունը, բայց եթե ինքը այդ հայտարարությունը արել է, ինքը ինչ է անանում։ Ինքը ասում է, որ մենք ուզում ենք փորձենք տեսնենք, կա գիծը մի քիչ էլ այս կողմ բրթենք Իրանի հաշվին։ այո, Իրանի մասին։ Քայլ չի անում դեռ, Իրենց բայց այն որ պաշտպանությունը տրամադրությունը կա, հա, իհարկե։ Պարոն Մարտիրոսյան, եւ մեկ դիտարկման ավարտենք, ամենակարևորը նաեւ Հայաստանի քաղաքական գիծն է, ուզում հասկանամ, դուք տեսել եք, հասկանում եք, ինչ քաղաքականություն է վարվում, բացի պերաշկի եւ կուկուռուզ ուտելուց, հա, այս ինչ խաղեր են։
Բայց մինչև դրան, մեկ հարց ևս, հա, դուք անդադ խոսում եք հայաստանյան կողմի արևմտամետ դիրքորոշումների մասին, ես պիտի ասեմ, որ Իրանի դեսպանը շատ այսպես հստակ արձագանքեց դրան եւ իր մտահոգությունը հայտնեց, որ Հայաստանում կան վերլուծաբաններ, զարմանալի ասած, որ նման մարդիկ հաշվի չեն առնում հայ-իրանական բարեկամությունը եւ այլն, եւ արևմտյան եւ ամերիկյան շահերն են պաշտպանում, եւ իմ ձեռքի տակ է այս պահին վստահ եմ, որ ինքը հենց այդ նույն հղումներ արել է վերլուծաբան համարվող Հովսեփ Խուշուդյանի ֆեյսբուքյան գրառման մեջ նա հստակ ասում է շատ լավ է, որ փաստորեն այդ վարչախումբը կրոնական այդ պատուհաս դարձած ժողովուրդների գլխին պատուհաս դարձած կվերանա հարևան պետության կվերանա եւ ի վերջո Ամերիկայի Միացյալ Նահանգներն է որ հետաքրքրված է Իրանում ամբողջական իշխանափոխությամբ եւ ժողովրդավարական կարգերի հաստատմամբ այսպիսի գրառումներով են հանդես գալիս հայաստանյան արևմտամետները անտեսելով շատ հայկական շահը ուղղակի սպասարկում են դուք ձեր խոսքում մի միտք ասացիք այն ուղղություններին են սպասարկում որտեղից հավանաբար ֆինանսել ստանում են անտեսվում է իրականում Հայաստան պետության հայ ժողովրդի շահերը այս առումով Ես ճիշտ ասած չեմ հետարկում ես չգիտեմ ով է իրան ասել որ ինքը վերլուծաբան է ինչու է ինքը վերլուծաբան, որտեղ է վերլուծություններ ներկայացրել, ով է իրան ճանաչում որպես վերլուծաբան։ Սա ներսի բանն է, ինքը ես չգիտեմ ինչով են սնվում այդ մարդիկ։ Երևի ժամանակն է, որ Վրաստանում ինչու մտցրեցին այն օրենքը, որի դեմ էր Եվրոմիությունը, որովհետև այդ օրենքով անմիջապես երևում է, որտեղից է սնվում այդ մարդը։ Հիմա եթե ինքը դա ասում է, եթե այդպիսի հայտարարություն անում, մենք պետք է հավատանք, որ ինքը ինչ որ գաղափարախոսական նախընտրություններ ունի, հա։ Ելնելով այդ գաղափարական նախընտրություններից ինքը ասում է ինչ է ցանկանալի Ինքը չի ասում ինչ կարող է լինի, ինքը ասում է ցանկալի է որ Միացյալ Նահանգները այս են անելու են անելու։ Վերլուծաբանը չի զբաղվում ցանկություններով։ Վերլուծաբանը վերլուծում է իրականությունը, նայում է տեսնում է ինչ է տեղի ունենում, եթե ներկայացնում է ինչ որ մի երկիր, ինքը նայում է այդ երկրի շահերի համար դա ինչ է նշանակում եւ այդ երկիրը ոնց կարա պաշտպանի իր շահերը։ Սա է վերլուծաբանը։ Իսկ այն ինչ որ դուք ասում եք, դա լրիվ ուրիշ օպերայից է ես նույնիսկ ուշադրություն չէի դառնա այդպիսի վերլուծաբանների։ Չեմ կարող չանդրադառնալ, պատկերացնեք, ասում են Նեթանյահուն է հետաքրքրված Իրանում ժողովրդավարական կարգերի հաստատմամբ։ Ես չգիտեմ ինչպես են մտածում այս մարդիկ, լավ, անցնենք առաջ, կարճ եք խնդրեմ անդրադարձեք, դուք տեսնում եք Հայաստանի իշխանության քայլերը, ի վերջո ճիշտ ասացիք, կարող են գալ, հա, փախստականներ կարող են լինել, ի վերջո մենք այնտեղ մեծ համայնք ունենք, հետաքրքրված է իշխանությունը հայ համայնքով, ես ձեզ ասեմ ավելին, Իսրայելում մենք ունենք հայրենակիցներ, որոնք տարբեր գործերով սովորել, տարբեր աշխատանք գնացել են այս ընթացքում այնտեղ են, այդ մարդիկ չգիտեն ինչ անեն, կապը չեն կարողանում անգամ հաստատել Հայաստանի իշխանության, դեսպանատների հետ, անորոշ խայտարակ մի վիճակ է, գիտեք նաև մարդիկ ինձ ասում են կարծես պետություն չունենանք, չգիտենք ինչ անել, այս անորոշ վիճակը, ուզում հասկանալ, դուք գլխի եք ընկել ինչ քաղաքականություն է այս ընթացքում վարում այս իշխանությունը, նորից եմ կրկնում, բացի շրջում են մարզերով մեկ, քարոզչություն են իրականացնում, ընտրություններ են պատրաստում, զուգահեռ պերաշկի եւ կուկուռուզ ուտելով, ինչ են ուզում ցույց տալ, որ ամեն ինչ լավ է Հայաստանում, հա Իրենք էլ գրում են, ասում են առաջին անգամ պատերազմը չի մտնում Հայաստան, ինչ եք խառնվել իրար, հա, այսպիսի բաներ են գրում իշխանավորները։ Դե մի կողմից պատերազմը ոնց որ անմիջապես չի հասել մեզ, հա։ Բայց 100 կիլոմետրի վրա է, չէ՞։ Պայթունները ստեղ տեղի չեն ունենում, բայց այնպես չի որ մեզ որոշ սցենարներ չպետք է մտահոգի եւ չպետք է մտահոգի մեր այսինքն հայերի, հա, ես չգիտեմ հիմա Իսրայելում Հայաստանի քաղաքացիների մասին է խոսքը, թե Սփյուռքի մասին է խոսքը։ Ամեն դեպքում պետք է որ տեսեք մենք մեր ճգնաժամը ինչու՞մն է, որ մենք ունենք մի իշխանություն եւ այդ իշխանությանը սպասարկող գաղափարախոսներ այսպես կոչված, որոնք որ ասում են հետեւյալը. տեսեք, մենք այս տարածաշրջանում գոյատևելու համար մենք պետք է համակերպվենք
մեր ինքնությունը նույնիսկ փոխենք, որ ընդունելի լինենք թուրքերի համար, ադրբեջանցիների համար։ Այսինքն ինքնությունը իրանք պատրաստ են փոխել, որպեսզի Այո, ստեղ գոյատևենք, որ լավ ապրենք։ Սա մոտեցում է, հա, բայց այսինքն մեր սա ուղղակի եմ խնդրում շատ անտրամաբանական մոտեցում է։ Ես մի Նիպարիսյանի, բան հստակ պետք է ավարտեմ, այս այո, խնդրում, դժբախտաբար պետք է ավարտեմ հեսա։ Ուրեմն խնդիրը ինչու՞մն է, տեսեք, շատ հանգան նույնիսկ պատմաբաններ են, չգիտեմ, ինչ կոչումներ ունեն ակադեմիական մարդիկ խոսում են այդպիսի հայտարարություններ են անում, հա, ինչքան պետքա մենք զոհվենք մեր ինքնության համար եւ այլն եւ այլն։ Այսինքն խնդիրը ինչու՞մն է, տեսեք, ազգային պետությունը որպես հայցեկարգ, դա եվրոպական հայցեկարգ է, 17-րդ դարվանից 19-րդ դար արդեն Եվրոպան, իսկ առաջի համաշխարհային պատերազմից հետո համարյա թե բոլորը հայտնվել են իրանց ազգային պետություններում կամ բնակարաններում, հա, ոնց որ կայսրությունները փլուզում ապրեցին եւ այլն։ Բայց ինչի համար էր ստեղծվում նպատակը ո՞րն էր ազգային պետության եւ ազգայնականների ընդհանրապես մտածելակերպը եւ ինչ էին ուզում իրանք ի վերջո։ Ուզում էին ապրել մի տարածքում, որտեղ իրենց ինքնությունը պետք է ազատ կարողանա զարգանալ, ոչ թե իրանց Մադրիդում նստած Հաբսբուրգ թագավորը ասի, ինչպիսի օրենքներ է իրանց պետք, ինչպիսի սահմանադրություն է պետք, ինչպիսի կրոն պետք է ունենան, այլ իրանք պետք է որոշեն դա։ Սա էր միտքը, սա է միտքը։ Հիմա եթե մարդիկ կան, որոնք որ ասում են, որ դե ինքնությունը պետք է փոխել, էլ ինչ ազգային պետություն է դեպքում, քեզ ազգային պետություն էլ պետք չի։ Եթե դու միշտ պատրաստ ես քո ինքնությունը փոխել, քեզ ազգային պետություն էլ պետք չի։ Դու ապրում ես ինչ որ մի տարածքում, որտեղ ոնց ասեն, նենց էլ փոխում ես քո ինքնությունը, էլ ինչ ազգային պետություն։ Այսինքն սա է խնդիրը, մենք բոլորս պետք է գիտակցենք ինչի մասին է վերջո խոսքը։ Չէ, ինքնությունը կարա փոխվի, բայց այդ փոփոխությունները պետք է մենք ինքնուրույն անենք, ոչ թե ինչ որ մեկը դրսից մեզ ասի, որ սա է ճիշտ ձեզ համար, որ եթե չփոխեք, մեզ հետ լավ չեք լինելու։ Մեկ, երկրորդը կա այդ, էլ եմ ասում, դա առասպել է, որ այ մենք այս տարածաշրջանում պետքա փնտրենք, հատնվենք մի ճամբարում, որտեղ ուրեմն առաջատար ուրեմն քաղաքակրթություն կա։ Մենք այդ քաղաքակրթության հետ պետք է լինենք, այ Եվրոպան, ժողովրդավարությունը եւ այլն, դրանով պետք է բանանենք։ Ես դեմ չեմ, մարդիկ կարան մտածեն այդ ձև, խնդրեմ, բայց դա ինչու է առասպել։ Առասպել դառնում է, որ իրանք ոչ Եվրոպան են այսօրվա պատկերացնում, ոչ էլ հասկանում են ինչ է տեղի ունենում ընդհանրապես։ Կամ չեն տեսնում, որ նույն Եվրոմիությունը, երբ գալիս է հասնում է իրանց շահերին, իրանք լրիվ մոռանում են իրանց հայտարարած արժեքները։ այո, այո, Մեկ, երկրորդը մեր տարածաշրջանում դա պետք է ակնհայտ լինի բոլորի համար։ Միացյալ Նահանգների համար, ինչի մասին է երազում ձեր նշած վերլուծաբանը, ինչի մասին է խոսում, այդ մի կողմ, բայց մեր տարածաշրջանում Միացյալ Նահանգների համար, Եվրոպայի համար կարևոր խաղացողը դա Թուրքիան է։ Մենք լինելով փոքր խաղացող, մեզ փաստորեն հանձնելու են թուրքերին։ Եթե դա է մեզ պետք, իսկ թուրքերին պետքա որ չլինի մեր ազգային պետությունը։ Դրա համար էլ ասում են ինքնությունը փոխեք։ Եթե դու սկսում ես ինքնությունը փոխել, դու արդեն չես էլ կարողանալու պաշտպանել։ Ես չեմ ասում, որ պետքա մենք զոհվենք ինքնության համար կամ մենք միշտ զոհվել ենք ինքնության համար։ Մենք զոհվել ենք մեր ինքնության համար, երբ չենք ունեցել ազգային պետություն։ Այդ ժամանակ մենք զոհվել ենք։ Իսկ եթե դու ուզում ես ունենալ ազգային պետություն, դու պետք է հասկանաս ինչի համար է այդ ազգային պետությունը։ այո, Սա է, թվում է, որ Իրանում իրանք շատ լավ հասկանում են ինչի համար է իրանց ազգային պետությունը։ Թե ինչ ռեժիմ է ունենալու այդ պետությունը, դա իրանց ներսի խնդիրն է։ Դա իրանց դա Հայաստանում բնակվող ինչ որ վերլուծաբանի, որը որ կայակալասի երկերն է երկում, դա իր գործը չի, ինչ ձև են իրանք ապրելու։ Ինչ ձև են ապրելու Չինաստանում, Ռուսաստանում, ինքը պետք է մտահոգված լինի, ինչ ձև ենք ապրում մենք։ Սա է կարևոր։ շնորհակալ Ըսկամ, եմ, դժբախտաբար ես պետք է մեկնեմ արդեն շնորհակալ եմ, պարոն Մարտիրոսյան, ուշացավ եմ։ վերլուծության համար վերհիշեցնեմ իմ հեռուստադիտողներին, որ տեսակապով եզրուցում էի բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանի հետ, լավ եղեք, ցտեսություն։